Բարև ձեզ, Տիկին Ղազարյան։ Օրերս կառավարությունը հրապարակեց Արցախյան կարգավորման բանակցային փաստաթղթերի փաթեթը մինչև 2019 թվականի հունիսին Հայաստանի կառավարությանը ներկայացված առաջարկ։ Ձեր ընդդիմադիր գործընկերները հաճախ այս ընթացքում շահարկում էին այն հանգամանքը, որ 2019 թվականին Հայաստանին ներկայացվել է շահավետ մի փաստաթուղթ խնդրի կարգավորման, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ձախողել է բանակցությունները եւ վիժեցրել է այդ փաստաթղթի շուրջ համաձայնության գալը։ Այնքանով, որքանով հասցրել եք ուսումնասիրել հրապարակված փաստաթղթերը, ձեր կարծիքը խնդրում եմ, հնարավոր է 2019 թվականի պլանի հիման վրա բանակցություններ վարելով հայանպաստ լուծում արձանագրել Արցախյան կարգավորման շուրջ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Միանգամից կարող եմ ասել, որ ոչ, քանի որ երբ 2018 թվականին հնարավորություն է ընձեռնվել ուսումնասիրել փաստաթղթերը եւ այսօր էլ, այդ մեկ շաբաթ առաջ, ավելի պարզ է դառնում, թե ինչ են արել նախորդ ղեկավարները։ Մենք չենք ունեցել հնարավորություն հայանպաստ Արցախյան հարցը լուծելու համար։ Եվ այդ փաստաթղթերը վկայում են դրա մասին։ Ես իհարկե որպես պատմության ուսուցչի նախկինում, ես միշտ հավատում եմ, որ կարող ենք Արցախյան հարցը լուծել, որովհետև այդպես են մեզ ներկայացնում։ Երբ որ արդեն փաստաթղթերը մենք կարողացել ենք ուսումնասիրել, տեսնում ենք, որ այդպիսի հնարավորություն չկար։ Այդ թվում 2019 թվականի պլանով ձեր դիտարկմամբ հնարավոր չէ։ Այո։ Տիկին Ղազարյան, ձեր դիտարկմամբ հրապարակված փաստաթղթերի փաթեթը արդյոք փակեց շահարկումների դուռը, կոնսպիրոլոգիական տեսությունների դուռը Արցախյան կարգավորման հետ կապված, թե ընդհակառակը նոր դուռ բացեց։ Գիտեք, այդ փաստաթղթերը, եթե նոր դուռ են բացել, համոզված են, որ մենք հնարավորություն կունենանք բացատրել եւ կարծում եմ, որ վերջնականապես մենք պետք է այդ դուռը փակենք, որտեղ Արցախյան հարցը չէր կարող լուծվել հայանպաստ, սա է փաստը, բայց եթե կան խոսակցություններ, ոչինչ, մի կխոսենք ու դուռը կփակվի։ Իսկ քարոզչական առումով քաղաքացիական պայմանագրի կառավարող ուժի դիրքերը արդյոք ամրապնդվեցին, թե ավելի թուլացան, որտեղ ձեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են։ Ես կարծում եմ ամրապնդվել են։ Մենք ինչի մասին ասում ենք, մենք անկեղծ հավատում ենք, որ մինչև 2018 թվականը եւ մինչև 2025 թվականը մենք հավատում ենք 25-ը չասեմ, 22-23 թվականը մենք հավատում ենք, որ հնարավոր է լուծել այդ հարցը, բայց երբ որ փաստաթղթերը ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այդպիսի հնարավորություն չկար եւ պետք չէ դակցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ իշխանության գրպանը։ Բոլորը գիտեին, որ այդ հարցը անլուծելի էր։ Տիկին Ղազարյան, եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամին անդրադառնանք։ Այն տևում է արդեն մոտավորապես կես տարի, բայց կարծեք հանգուցալուծման նշաններ ցույց չի տալիս։ Քիչ առաջ տեղեկացանք, որ կալանավորվել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Գիտեք, նրա վերաբերյալ սկանդալային տեսագրություններ էին տարածվել եւ եկեղեցում ձևավորված համապատասխան հանձնաժողովն, ինչպես նաեւ քննչական կոմիտեն հավաստել էին, որ տեսագրությունը իրական է եւ կադրերում երևացող անձը Արշակ arczepiskopos-ն է։ Սակայն ամենայն հայոց կաթողիկոսը կարծեք չի շտապում նրան կարգալույծ անել, չի էլ պատրաստվում թողնել կաթողիկոսի բարձր գահը։ Ձեր դիտարկմամբ ինչ զարգացումներ կհաջորդեն Արշակ Խաչատրյանի կալանավորմանը եւ հանգուցալուծումը ինչպես եք դուք տեսնում։ Ինչ ժամկետում այն տեղի կունենա։ Տեսեք, ժամկետի մասին չեմ կարող հստակ նշել, բայց բավականին արագ է այդ process-ը ընթանում, այդ գործընթացը։ Սկզբից մեզ մեղադրում են, որ արշավ ենք սկսել, իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու նկատմամբ։ Բայց մենք ոչ թե արշավ ենք սկսել եկեղեցու նկատմամբ, այլ մենք պայքարում ենք եկեղեցու համար։ Տեսեք, ես որպես քրիստոնյա, ես գիտեի, լսում էի, թե ինչ են խոսում, ինչ բարքեր ունեն, հա, բարձրաստիճան եկեղեցականները, եւ ես շատ քիչ էի գնում եկեղեցի, որովհետեւ իմ հավատքը ինձ հետ էր։ Բայց երբ որ մենք բարձրաձայնել ենք այդ հարցը, ես միացել եմ մեր գործընկերներին,
մեր իշխանությանը եւ էսել եմ հաճախակի ու գնում են փրկելու եկեղեցին, փրկելու եւ եկեղեցին տալ մեր ժողովրդին, որ այդ հավատը վերադառնա, որովհետեւ ես ինքս չեմ հավատում այդ եկեղեցականներին եւ հուսով եմ, որ կտրիչը կհասկանա եւ ճիշտ կլինի իր կողմից ընդունել այն սխալները, որոնք իրենք իրականացրել են մի շարք եպիսկոպոսներ եւ հեռանալ, այո, ինքնական հեռանալ եւ հեռանալ չստիպեն, որ ժողովուրդը գնա մայր աթոռ, ինքը պետք է ինքնակամ հրաժարվի։ Դուք տեսել եք Ֆրանսիայում ինչպես են իրեն ընդունել։ Ես կարծում եմ, որ process-ը արդեն իսկ ավելի արագ է ընթանալու, ժամկետը չեմ կարող նշել, բայց հավատում եմ, որ շուտով ստիպված է լինելու ընդունել ժողովրդի ձայնը։ Ժողովրդի ձայնի մասին եք խոսում, բայց մենք չենք տեսնում մասսայական աջակցություն ոչ կառավարության ղեկավարի կողմից նախաձեռնված Բեհարյանը կտրիչ Ներսիսյանից ազատ ագրելու գործընթացին, ոչ էլ տեսնում ենք ի պաշտպանություն կտրիչ Ներսիսյանի ամենայն հայոց կաթողիկոսի ժողովրդական լայն զանգվածների փողոց դուրս գալու։ Այս ֆենոմենը ինչպես եք մեկնաբանում։ Գուցե պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուղերձով չի դիմել հանրությանը, եկեք կանգնեք իմ կողքին։ Ի վերջո խոսում եք, ոչ միացնում այո հանրահավաք։ Ես հենց այդ մասին էի ուզում ասել։ Նրանք մարդիկ զբաղված են լինում կիրակի օրը, իրենց եկեղեցիներում են իրենք, հա, գնում պատարագին մասնակցում, համոզված են, եթե հանկարծ պարոն Փաշինյանը, վարչապետը ոչ անի, կհավաքվեն շատ մարդիկ եւ համոզված եղեք տենց ա լինելու։ Ուղղակի վարչապետը կոչ չի անում, իսկ ես որպես քրիստոնյա ես գտնում եմ, որ ցանկացած մարդիկ կարող են գնալ իրենց տարածաշրջանում եկեղեցի եւ մասնակցել պատարագի։ Տենց խոսակցություններում ասում են մարդիկ, որ եթե կոչ լինի, մենք կգանք։ Բայց ճիշտ ասած ես չեմ ուզում, որ այս պահին վարչապետը կոչ անի, ամեն մեկը պետք է հասկանա իր պարտականությունը, իր դերը մաքրելու եկեղեցին։ Կարող ենք արդյոք ենթադրել, որ եթե մասնավորապես Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը չի լցվում հավատավորներով, ի պաշտպանություն Գարեգին II-ի, նա չի վայելում ժողովրդական լայն զանգվածների սերն ու աջակցությունը։ Համոզված եմ դրանում։ Տեսեք, ես ինչ չի ձգում, օրինակ Մայր աթոռում մասնակցեմ ես պատարագին, որտեղ չեմ վստահում իրենց։ Եվ կարծում եմ, որ շատ մարդիկ իրոք չեն վստահում։ Այդ իսկ պատճառով չեմ տեսնում, որ շատ մեծ հոսք կա դեպի Մայր աթոռը։ Իսկ ուզում եմ չհամաձայնվել ձեզ հետ, որ քիչ թվով մարդիկ են գնում վարչապետի, հա, կողմից նշված, թե որ եկեղեցում էլ ինքը մասնակցելու պատարագին բավականին շատ է։ Չեն կարողանում մտնել, եթե 2 ժամ շուտ չգնանք մենք այդտեղ։ Շատ են մարդկանց թիվը, ոչ բոլորն են մտնում եկեղեցի, որովհետև ֆիզիկապես չեն կարողանում մտնել։ Գյումրիում այս կիրակի հերթական պատարագի արարողությունը պիտի տեղի ունենա, որին մասնակցելու է հանրապետության վարչապետը, դուք լինելու եք 7 վերք եկեղեցի։ Ես ուզում եմ գնալ, ուղղակի քանի որ պետք է երկրից դուրս գանք պատվիրակության կազմի մեջ, հիմա պետք է հասկանամ ժամերը ու իհարկե ուզում եմ մասնակցել։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեման էլ եկեք արտարծենք, Տիկին Ղազարյան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դուք արդյոք ինքնաառաջադրվել եք թե ոչ, եւ ձեր դիտարկմամբ կառավարող ուժը արդյոք գալիք խորհրդարանում 50+ քվեներ ստանալու հնարավորություն ունի։ Ես առաջադրվել եմ, այդ մասին էլ եմ համացանցում եմ գրել։ Ես հավատում եմ, որ 50+ մենք կունենանք ձայներ, ինչու, որովհետև այն ինչ որ մենք խոստացել ենք 21 թվականին, ասել ենք մենք բերելու ենք խաղաղություն, մենք դա արեցինք, ինչ է պետք մարդկանց, ապրել խաղաղ պայմաններում, արարել, երեխաները պաշտպանված լինեն, իրենց ընտանիքները պաշտպանված լինեն, ինչ պետք է անի իշխանությունը դա պետք է ապահովի։ Եվ ես համոզված եմ, որ 2026 թվականին մենք ունենալու ենք բավականին ձայներ 50+ եւ իհարկե ցանկանում եմ, որ ընդդիմությունն էլ լինի այնպիսինը, ինչպիսինը այս ընդդիմությունը չէ, այսինքն պետականամետ լինեն։
եւ ուզում եմ որ իրոք ունենանք լավ ընդդիմություն։ Օրինակ հիմա քաղաքական դաշտ մուտք գործելու հայտ է ներկայացրել ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ իր եղբորորդու Նարեկ Կարապետյանի աջակցությամբ մեր ձևով շարժում է նախաձեռնել, իրենք հայտարարել են, որ քաղաքական ուժ դառնալու եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեն։ Դուք այդ ուժին արդյոք դիտարկում եք որպես այլընտրանք այսօր խորհրդարանում եղած ընդդիմադիր ուժերին։ Գիտեք, լուրջ չեմ ընդունում իրենց։ Լուրջ չեմ ընդունում, որովհետեւ այլ պետության, երրորդ պետության կողմից են իրենք ուղարկվել։ Չեմ տեսնում աջակիցներին, գիտեմ, որ ավելի շատ իրենք հույս են դրել գումարի վրա, բայց ես նաև հավատում եմ իմ ժողովրդի իմաստության վրա, որ իրենք գումարը չեն վերցնելու ու չեն ընտրելու այդ ուժին, բայց նորից եմ կրկնում, ուզում եմ, որ լինի շատ գրագետ ու շատ լավ ընդդիմություն։ Դա պետք է իշխանությանը։ Դա պետք է իշխանությանը։ Ձեր դիտարկմամբ այսօր արկա ստատուս քվոն հաշվի առնելով ընդդիմադիր դաշտում արկա ստատուս քվոն, այդ որ ուժերն են, որ հավակնում են առողջ ընդդիմադիր ուժի տիտղոսին եւ շանս ունեն հայտնվելու խորհրդարանում։ Դե պատկերացրեք, դեռ չեմ տեսնում։ Հավատում եմ, որ հունվարից հետո, հա, տոներից հետո կհայտնվեն ուժեր, կմիավորվեն, հայտ կներկայացնեն եւ առողջ, հա, ուժեր կլինեն, որոնք կմտածեն պետության մասին, այլ ոչ թե պետությունը դարձնելու գուբերնիա կամ օկրուգ։ Այ կուզենամ, որ այդպիսի ուժեր լինեն, որոնք սիրեն պետությունը եւ պետությունը չտանեն դեպի այլ, հա, գործանու։ Վարչապետը իր խոսքում բարբերաբար նշում է անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրությունների թեմային, որ նախկին իշխանությունների հետ աֆիլիացված քաղաքական ուժերը ժողովրդի ընտրությամբ պետք է մերժվեն։ Ձեր դիտարկմամբ մեր ժողովրդի քաղաքական հասունությունը 2021 թվականից այս կողմ աճել է եւ այդ մերժման ակտին մենք ականատես կլինենք 26 թվականին։ Միանշանակ աճել է։ Հենց 21 թվականին ընտրել է մի ուժի, այսինքն քաղաքացիական պայմանագրին, որը համարվում էր պարտված, հա, դասական ձևով, եթե ես ասեմ, մեզ պետք է չընտրեին, բայց մարդիկ այնքան են հասունացել ու հասկացել են, որ մենք չէինք մեղավոր այս պարտության համար, այո, պատերազմներում կա պարտվող եւ հաղթող կողմ, բայց մենք արդյոք պատրաստ էինք, արդյոք այն 30 տարիների ընթացքում արվել է այն ամենը, որ մեր պետությունը, հա, պատերազմի ժամանակ կարողանա հաղթող դուրս գա, չի արվել, բայց այսօր ես չեմ կարող ամեն ինչի մասին ասել, մենք պատրաստ ենք դիմակայելու, բայց մենք ուզում ենք խաղաղություն, ու դու գիտեք, օգոստոսի 8-ին արվեց այդ քայլը, եւ ես համոզված եմ, որ մեր իշխանությունը մենք հաստատելու ենք խաղաղությունը եւ ժողովուրդը դա կգնահատի։ Ժողովուրդը ձեր դիտարկմամբ կողմ է խաղաղության օրակարգին եւ քվեարկելու է հանուն այդ այո, հանուն խաղաղությանը մենք խոստացել ենք, մենք բերել ենք եւ ես ուզում եմ, որ հարատև լինի այդ խաղաղությունը։ Ես ուզում եմ բոլորը ապրեն խաղաղ պայմաններում, արարեն ու մեր պետությունը լինի հզորագույն պետություններից մեկը մեր տարածաշրջանում եւ ինչու՞ չէ նաեւ ավելի մեծ մասշտաբներում։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։